Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գրգին անգամ մեծ հաճույքով ձեզ հետ ենք Արմենիա հերադեսիլ եմ հարցազրույցներով հայտակրով։ Այսօր մեր հայտակրի հյուրն է Ավստրալիո հոհիտատորո առանձնագի գոմիտեի ներկայացուցիչ ընկեր Հայկ Քայսելյան։ Բարի եկացեք Հայկ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, ապրիլ 1-ին սկսյալ Արցախեն ներս դիրող պատերազմական պայմաններում փերումով աշխարհով մեկ քաղաքներում մեջ տարբեր միջոցառումներ առաջացան օգնության եւ օժանդակության ցերկեր գարելու մեր շատ սիրելի Արցախին։ Անշուշտ Ավստրալիան եւս անդարբեր չմնաց այս առումով եւ ան եղավ առաջնորդողներեն եւ առաջիններեն, որ գազագերբեց իր քաղաքեն ներս համագործակցաբար հոհիտա Ավստրալիո թուրագոմի համագործակցաբար իր քույր միություններուն ան գազագերբեց միջոցառումներ եւ անոնց միջոցով ժողովրդի մեջ արդյունցուց եւ ամրապնդեց այն հավատքը, որ մենք միշտ կանք եւ պիտի մնանք մեր սիրելի Արցախի կողքին։ Ուրեմն այսօր այս առիթով հրավիրած ենք Հայկ Քայսելյան, որպեսզի մեզի որոշ տեղեկություններ տա այդ միջոցառումներու մասին։ Ուրեմն ինչպես ասենք Հայկ, մենք եթե կարելի է մեզի որոշ ձևով անդրադառնանք, թե ինչպիսի միջոցառումներ եւ ծերնակներ գազագերբեց Ավստրալիայի քաղաքը այս արցախյան պայմաններում փերումով։ Այո, շնորհակալ եմ այս այդին համար։ Առաջին պետք է գարձեմ անդրադառնանք, որ աշխարհի 4 կողմը հայությունը մեկ անգամ գրծավ փաստել, որ երբ որ հայրենիքը պետք է սկա, մենք կրնանք շատ արագ և զորավոր ձևով տարբեր փուլերու մեջ օգտակար լալ և հասնել մեր հայրենիքի բոլոր պետքերուն և այս բադահածը, որ հարցագումը, որ տեղի ունեցավ ապրիլ 1 և 2-ին Արցախի մեջ, արիթն էր արդեն, որ բոլոր նիսկով կովիքանք ուսուսի ձերքի և պետք եղած աշխատանքները տանենք։ Մեր շրջանեն ներս, Ավստրալիո համայնքեն ներս, եղան զանազան ձեռնարկություններ, գազագերբվեցավ զորակցինք Արցախին վերնակրով մեկ ձեռնարկումը հայ մշակութային կենտրոնի մեջ, գազագերբվեցավ աղոթքը հայ առաքելական եկեղեցու մեջ, գազագերբվեցավ փողոքի ցույց Քամբերա Ադրբեջանի տեսփանադան դիմաց և նաև գազագերբվեցավ Մելբուրնի մեջ ասվեցի մի քանի օրերու ընթացքին զորակցինք Արցախի երեգոմը ևս։ Եվ այս երեգոներուն գլխավոր նպատակներն էին, որ ծանոթացնենք հարցին մեր ժողովուրդը, որպեսզի կարողանան պետք եղած չափով օժանդակեն։ Թե նյութական օժանդակություններ եղավ, բայց բարոյական մեծ օժանդակություն եղավ։ Ցույցը հատկապես կրնամսել, որ 4 ժամվա ճամփա է դեպի Քամբերա, մեր ժողովուրդը բասերով, քորձի օրով գրցանք 250 հոգիով հոն ներկայանալ եւ մեր փողոքի ցայնը լսելի դարձնել։ Իսկ քաղաքական կետնի վրա արդյոք ինչպիսի աշխատանքներ դարվեցան մեր քաղաքեն ներս։ Այո, ուրեմն Ավստրալիո հայտարարի հանձնախումբը անշուշտ ինքը ստանձնեց այդ բադականությունը։ Նկատի առնելով նամանավանդ, որ տեսմանադուն չունենք Ավստրալիո մեջ։ Կարևոր է հիշել, որ այս բոլոր աշխատանքները, որ հիշեցի, արդյունքն էին մեր ուղեգից միություններում կովիկալով, որոշելով, որ միասին ինչ կրնանք գազագերբել, այսինքն մեկ գազագերբության հարց չէր ասիկա, բոլոր գազագերբությունները միասնաբար գազագերբեցին, երիտասարդականն, հոմենտմենն, հոմը, համասկայինը, Արմենիա մեդիան և հայտադի հանձնախումբ։ Ուրեմն հայտադի հանձնախումբին բարձրականությունը քաղաքական փեմին վրան էր նամանավանդ։ Նամակ գրեցին առաջին հերթին Ավստրալիո վարչապետին դերեկացնելու, թե Ադրբեջան հարցակած է Արցախի հանրապետության վրա և դևական օրե-օր բրիֆինգներով գրցան ռիպորտներ գրգել, թե վարչապետին, արտաքին գործոս նախարարին և բոլոր խորհրդարանականներուն Քամբերայի մեջ, որ այս հարցով պետք է սպաղին։ Նույն ադենը ստորագրահավաքը գազագերբեց և հազարե շատ ավելի ստորագրություններ հավաքեցինք մեր ժողովուրդեն և այդ նամակը իր ստորագրություններով նաև ուղարկվեցավ դեպի Քամբերա ամեն մի քանի օրվա հերթականությամբ, որպեսզի տեսնեն, թե այս հարցը շարունակ արդի հարց մնե Ավստրալիո հայ ժողովրդին համար, այսինքն պետք է Ավստրալիո կառավարությունը հետաքրքրություն ունենա այս հարցով։
Այս բոլորին իբր արդյունք ժողովը հարաճացավ հայտարարի հանձնախումբի եւ արտաքին գործոս նախարարության հետ, Ավստրալիայի արտաքին գործոս նախարարության հետ, ուր բավական բացատրություններ դրվեցավ, հարցումներ պատասխանվեցավ եւ կրնամ ասել, որ Ավստրալիո արտաքին գործերի ուղղությունը ընդհանրապես այս հարցերով, որ մեր շրջապատի հարցերը չեն, այսինքն Ինդոնեզիա, Պասիֆիկի հարցեր չեն, ընդհանրապես Ավստրալիան իր ուղղությունները գարնե Միացյալ Նահանգներն եւ Միացյալ Նահանգներու մեզի այդպես փոխանցվեցավ ավելի հայտարարի հանձնախումբին, որ ինչ որ Ամերիկան ունի բերգեցվածք այս հարցին նկատմամբ, Ղարաբաղի հարցին նկատմամբ, Ավստրալիա գեցվածքը նույնն է եւ հավանական է, որ հրաբարակավ հայտարարեն այդ իրենց գեցվածքը, որ մեզի համար անշուշտ ոչ կայացուցիչ գեցվածքն է, գեցված մնե, որ գսե երկու կողմերը պետք է հավասար ձևով իջեցնեն իրենց զենքերը եւ իրարու վրա չհարցակեն եւ բավական հստակ է բոլոր հետևողներում, որ Ադրբեջանն է, որ կհարցակի եւ Արցախն է, որ շատ լավ ձևով, գնահատելի ձևով ինձ կգրնա պաշտպանել։ Հայտարարի հանձնախումբը նաեւ դեսակցություն ունեցավ ԵՀԱԳ-ի OSCE Minsk Group-ի տեսփաններուն հետ, ուրեմն այդ խմբակը ունի 3 նախագահ երկիրներ եւ իրենք անշուշտ ունին իրենց համապատասխան տեսփաններ Ավստրալիա մեջ, ուրեմն մենք նաեւ հանդիպումներ ունեցանք։ Այս աշխատանքը եւ ընդհանրապես բոլոր աշխատանքները, թե անոնց որ մեր ցայնը կբարձրացնեն, թե քաղաքական աշխատանքները պիտի տեսնեք բավական նմանություններ, եթե հետևիկ ուրիշ երկիրներու, Եվրոպայի երկիրները, Ամերիկա, Լիբանան եւ այլն, եթե տեսնեք բոլոր երկիրները նման օրինակ քայլեր արին, որբեսի գրնանք ցցնել, որ Արցախը 150,000 ժողովուրդ չէ, այլ 10 միլիոն հայություն։ Բոլոր հայությունն է։ Իսկ գրգին այս նյութին շրջտակավին հայք, արդյոք մեր քաղուտի ժողովրդի ներդրումը ինչպես տեսակ, ժողովուրդը բավական միասնական ձևով եկան կաչալերեցին այդ միջոցառումները, որ տեղի ունեցան մեր քաղուտեն ներս։ Այո, անշուշտ ես մեր համայնքը քնահանդանքի արժանի մեկ համայնքն է։ Մեր TV-ին համապատասխան բավական լուրջ աշխատանքներ կդանենք, սակայն այդ բոլորը նկատի առնելով այո կան ընդհանրապես ամեն համայնքներում այսպիսի խնդիրներ եւ այլն եւ նաեւ կան բաժանմունքներ եւ թերևս փոքրամասնությունն է որ այդ աշխատանքները կդանի, բայց այդ մեկն էլ բնական է։ Նույնիսկ Ավստրալիա տեղական կյանքի մեջ փոքրամասնություններն են որ քաղաքականությամբ հետաքրքրված են եւ երկիրը առաջ տանելու աշխատանքով հետաքրքրված են։ Մեծամասնությունը կհետևին եւ լավ ձևով պետք է հետևին երբ որ ժողովրդավարական երկիր մնաց Ավստրալիա մեջ։ Մեր համայնքը երբ որ հարգը սկացվի ընդհանրապես գրծած է կովիկալ եւ պետք եղած աշխատանքները դանել, բայց այս հարցը պետք չէ մեզի կոհացում դա մեր բարդականությունն է եւ իրականության մեջ հայ արյունը ուրիշ բան չի բանջեր, ճիշտ այս է որ կբանջե եւ պետք չէ շատ ներգայիս քովասանքներ դանք մենք մեզի եւ իրարու, որովհետեւ այս հարցը դեռ նորը սկսավ, այո հիմա հրատատար է, հրատատար չէ, բայց Արցախի ժողովրդին վրա լուրջ հարձակում եղավ եւ նպատակն էր փնաչնչել մեր ժողովուրդը այդ հայկական բաբենական հողերը եւ մենք չենք կրնար հոստ նստիլ եւ բարձրապես կովասանքել իրարու պետք է ասենք որ լավը սկզբունք էր մեզի համար ինչպես որ լավը սկզբունք էր մեր բանակին համար երբ որ պետք է շարունակեն մենք ալ պիտի շարունակենք մեր գարկին խաղաղությունն է որ Արցախի ժողովուրդը կբահանջի եւ խաղաղության արժանի է Արցախի ժողովուրդը որովհետեւ պատերազմը պետք եղած դեղը պետք է կորզածվի եւ որ ստիպվի եւ լավ ձևով է որ գնան սակայն խաղաղությունն է որ իսկապես Արցախի հանրապետությունը պիտի տնե այդ պետք եղած մատնեշի վրա որպեսի կրնա իր ժողովրդին հոգալ եւ իր ժողովուրդը բազմանա եւ ամեն ձևով կարողանա կորձել եւ ապրել այդ հողերում վրա
Հայք քանի մեր հյուրն եք այսօր ուրեմն արիթը պիտի օգտագործեմ նաև ցեզի հարցնելու որ մենք շուտով անշուշտ քալշաբաթ պիտի դոնենք մեր հայ ժողովրդի ցեղասպանության 101-րդ ամյակը եւ այդ արիթով ուզեի ցեզ մե հարցնել ցեզ մե լսել որ մեր քաղուտը ինչպես անցյալ դարի 100-ամյակին այնքան մեծ խանդավառությամբ մեծ ողջավորումով դոնեց ողջավորությամբ դոնեց 100-րդ տարելիցը այս տարի եւս ինչպիսի միջոցառումներ եւ ցերնակներ կան գազագերբված ապրիլյան եղանի ողջագործման գետրոնական հանձնախումբի կողմէ որ պիտի հրամցվի մեր քաղաքին այո 100-ամյակը շատ կարևոր էր որ մեծ թափով եւ պահանջադիրական մեր ոգին ցուցադրելով ողջագործվի եւ հիշվի եւ ամեն ձևով պետք եղած աշխատանքները աշխարհի 4 կողմը դարվեցավ եւ ավստրալիան բացակայ էր այդ աշխատանքներում մեջ կարևոր էր որ 101-ամյակին չի մոռնանք որովհետեւ մեր պահանջները թեր նույնն են թեր անշուշտ ամբողջական Հայաստանի դեր չենք մեր 1.5 միլիոն նահատակներուն հարցը թեր չլուծված Եվ այդ պատճառով անշուշտ ողջագործման միացյալ հանձնախումբը ինչպես ամեն տարի կողքովի եկավ եւ դարավ իր պետք եղած աշխատանքները եւ պիտի հրամցնեմ մի քանի միջոցառումներ այս տարի ողջագործման երեկոն որ ամեն տարի ապրիլ 24-ի երեկոն տեղի կունենա նորեն տեղի պիտի ունենա այս տարի ապրիլ 24-ին Chatswood-ի concourse սրահին մեջ եւ հյուր բանախոսը պիտի լա Professor Peter Stanley Professor Peter Stanley ռազմագիտական պատմաբանն է եւ Ավստրալիայում մեջ մեծ անուն ունի եւ նույնիսկ Ավստրալիա War Memorial-ի ադենաբեդներ պատասխանատուն էր բավական տարիներ շարունակ այս տարի ինքը եւ Վիկեն Բաբկենյանը միասին գրեցին քիրկը որ առաջին անգամ լալով published հրատարակված գա Ավստրալիո թերը հայոց ցեղասպանության ընթացքին Ավստրալիո օգնությունը Ավստրալիո զինծառայողներուն անձակի օրերուն իրենց դեսածը պատմածը եւ այլն եւ այս բոլորը համատրած են քիրքի մեջ եւ Professor Peter Stanley-ին դեսանք իբր լավագույն հյուրը այս տարվա ողջագործման ցերնարգին եւ շատ հետաքրքրական պիտի լա իր փոխանցած պատկամը ուրեմն սովորական դարի չլալու համար եւ 100-ամյակին վերջ ասենք թե չի քնանալու համար անշուշտ նաեւ գազագերբած ենք շատ կարեւոր դողանցքը արդարության դողանցք գոչած ենք March for Justice եւ շատ ուրախ եմ որ բոլոր քաոտիս հարանվանությունները եւ միությունները որոշած են մասնակցել այս աշխատանքին որ գազագերբած է հայ ապագան տաշնակցությունը եւ մեր ուղեկից միությունները հոմենտմեն հոմ համասկային երդասարտական հայթադ Արմենիա միտիա եւ այս գազագերբված դողանցքը պիտի սկսի քաղաքի մեջ Hyde Park եւ ժամը 2-ին ապրիլ 24-ի ճիշտ օրը գիրագին եւ պիտի քաղաքի գլխավոր ջամփաները մեկը փակվի այս դողանցքին համար Macquarie Street Զարգեբսակը պիտի զեդեղվի Խաչքարին վրա որ New South Wales-ի խորհրդարանի բարդեզի մեջ կգտնվի եւ դողանցքը պիտի շարունակվի թեպի Sydney Harbour ուր հոն Royal Botanic Gardens-ի մեջ պիտի հայդակիրը պիտի ներկայացվի ուրեմն հոմենտմենի ֆանֆար նվագախումբը պիտի առաջնորդի դողանցքը եւ ամեն ցեվով խանդավառված ենք որ այս մեկը առաջին անգամ լալով ինչ որ մեկ ինձի գսեր դերևս 30 տարվա մեջ հայերը քաղաքին մեջ հրաբարագին մեջ գտողանցեն ապրիլ 24-ի նպատակով Շատ լավ հույսով եմ որ մեր ժողովուրդը եւ մեր քաղաքի զավակները բոլորը հոնելան եւ քոնի այս արիտով բոլորս միասին մեր ցույց տանք մեր պատրաստակամությունը Հայք մարդամսվա վերջավորության մամուլի միջոցով դեսանք թե այցելած էիք Հայաստան կորձուղված էիք ի Բաշտոնե եւ մասնակցած էիք նոր-նորքի ակումբի բացման
հանդիսության։ Ուրեմն նախ կարելի է մեզի որոշ տեղեկություն տալ, թե ինչպիսի միջոցառում ներադիգա եւ դուք ինչու հոն ներկայիք եւ ընդհանրապես գլխավորապես ժապավեն մեր որ գդրեիք at բացման հանդիսության, ուրեմն եթե կարելի է մեզի փոխանցեք։ Այո, նոր-նորքի Նիկոլ Թուման գետրոնը մեզի նշանակվեցավ Հայ Ապագան Տաշնակցության բյուրոյի կողմէ 2014-ին իբր քույր շրջան։ Եվ մեր առաջին իսպանակցություններն հայտնի եղավ, որ բավական potential ուներ մեր այս գործակցությունը եւ պետք է սկսել իրենց ակումբի վերանորոգման։ Բավական փլադակ վիճակ ուներ ակումբը նամանավանդ ներսեն, բայց շատ հաստատ իմ կերու վրա շինված մեկ ակումբ էր։ Նոր-նորքը մասիվներու շրջանն է, որ Երևանի ամենա շատափնակ շրջանները մեկն է իրականության մեջ եւ կարեւոր էր որ Տաշնակցություն ունենա իր կետրոնը եւ ժողովուրդը ունենա կետրոն ու կրնա հավաքվել եւ երդասարտությունը նամանավանդ հավաքվել։ Մեր շրջանը ուսակցական ընկերակցաբար հոհիտավ Իսրայել երդասարտական միության եւ Հայ օգնության միության դերցանք տրամադրել պետք եղած նյութը որբեսի կարողանան վերանորոգել կետրոնը եւ հոնդերի մեր ընկերները Նիկոլ Թուման կոմիտեության ընկերները գիշեր ցերեկ աշխատեցան իրենց ճակդի քերդինքով որբեսի ամեն ցևով խնայեն եւ պետք եղած շնորհքի հասցնեն այդ կետրոնը եւ հասցուցին բացումը շատ ասենք թե մեծ բադիվ ունեի որ դրցա ներկայացնել մեր շրջանը այդ բացումին եւ բարձր գնահատվեցավ այս աշխատանքը, որ բյուրոյի այս քույր շրջաններու առաջին բացումներն կնկատվեր նոր-նորքի ակումբի վերանորոգումը եւ անշուշտ մեր գարկին դերցանք մեր շնորհակալական խոսքը հայտնել այդ բոլորին, որ հոստեղեն մասնակցեցան այս մեկի իրականացնելու եւ նաեւ Հայաստանի մեր ընկերներուն եւ ընկերուհիներուն այդ բոլորը որ մասնակցեցան այս հաջողության որ հասցուցինք բավական հատկանշական է եւ կարևոր է հիշել որ հիմա Ավստրալիո շրջանը բարենորոգած է վերանորոգած է կետրոնը Հայաստանի մեջ մենք ունենք մեր քույր կետրոնը Հայաստանի մեջ եւ անոր համար շնորհակալ ենք բոլոր անոնց որ մասնակցեցան այս աշխատանքին։ Այո, իսկ հիմա որ ակումբը բացված է, ինչ են հաջորդ քայլերը որ պետք է առնվի այդ ակումբի առնչությամբ, ադոր ընդհանուր գործունեության ադամ արորիա իր Այո ուրեմն երդասարտական կետրոնը ուրեմն պետք է լեցնես կետրոնը երդասարտներով եւ մենք հիմա հոհիտավ Իսրայել երդասարտական միությունը շատ ուրախ ենք հայտարարելու որ այս հուլիսին առաջին անգամ լալով պիտի գրգե 20 ավելի անդամներ որոնք պիտի գազմագերբեն ջամբարը դեղին բադանիներուն համար եւ այս մեկը պիտի ավելի անշուշտ մոդեն ծանոթացնե մեր երդասարտները հայրենիքին հետ եւ պիտի վերաթարցնե իրենց մեր շրջանը դարբեր երանտով եւ փորձառությունով եւ դեղին բադաները պիտի օգտվին մեր երդասարտները։ Այո։ Շատ հրաշալի ծրագիր է, ծեր վարձքը կդար, բոլոր ամոնց ինչպես որ դուք հիշեցիք, վարձքերին կդար այս դիսի ծրագիրը հաջողությամբ մսագելու։ Ուրեմն հասնելով մեր հարցազրույցի ավարտին շնորհակալություն հայտնեմ Հայկ, որ այսօր ներկայացաք եւ մեզ այս շատ կարեւոր դերակցությունները փոխանցեցիք, ուրեմն հույսով ենք, որ մենք գլխավորապես այսօրվա նյութերեն դուրս գալով հարաճիգա գիրագի մեր ժողովուրդը, մեր քաղուտը գտեսնենք ներկա բոլորը նախդողանցքին եւ ապա երեկոյան ապրիլյան եղերնի ոգեգոճման 101-րդ դարելիցի հանդիսությամբ։ Շնորհակալ ենք ձեր ներկայության եւ հաջողություն ձեր աշխատանքներում։ Եվ այսպիսով հարգելի հեռուստադիտողներ, հասած ենք մեր այսօրվա հարցազրույցներու հայդակրի ավարտին, մեր հյուրն էր այսօր Հոհիտա Ավստրալիո կոմիտեի Հոհիտա Տրո առանցնագի կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Հայկ Կայսելյան։ Հարցազրույցը վարեց անձս Նորա Սևակյան։ Armenia Media ընկերակցության անունով գուզենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր երաշխավորներուն։